Էրդողանի գրքի մասին հիշատակեցիր, որ կրծքին այսպես ամուր բռնած Նիկոլ Փաշինյանը շատ երջանիկ նկարվում էր Էրդողանի հետ, արդեն պատերազմից հետո, արդեն կորուստներից հետո, զոհերից հետո, բայց իրենք էլ շատ լավ գիտեն ում հետ գործ ունեն։ Ու դա ավելի է ստոր դարձնում իրենց դավաճանությունը, որովհետև նույն Նիկոլ Փաշինյանը պատերազմի օրերին մի այսպես ոգեշնչված ուղերձ էր հղում հայ ժողովրդին, դա 2020 թվականի հոկտեմբերի 14-ին էր, եթե չեմ սխալվում, ձայնի հուզիչ տոնայնությամբ ասում էր, որ Թուրքիան եւ Ադրբեջանը միավորվել են, Թուրքիան ցեղասպան եւ ահաբեկիչ երկիր է, ահաբեկիչների են բերել Արցախում, տարածքներ խաղաղության դիմաց այդ բանաձևը մենք մերժում ենք, Թուրքիան էլ եթե իր նպատակին հասնի, ապա շատ ավելի վատ եւ շղթայական հետևանքներ են ունենալու։ Ու դրանից ընդամենը 2 տարի անց փաստորեն Նիկոլ Փաշինյանը կրկին հոկտեմբերին շատ հետաքրքիր զուգադիպությամբ Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, դրանից հետո էլ արդեն գնում էր լայնաժպիտ, ամբողջ ատամնաշարը ցույց տալով Էրդողանի եւ Ալիևի հետ էր բան խեղճ նայվ ասում էր գնանք բան անենք, սուրճ խմենք, Էրդողանն էլ թե Ալիևն էր ասում էր հա գնա դիր, հեսա ես կգամ, էլի մոտավորապես այսպիսի պատկեր էր